բանում եք ավելացնելու պարոն Ազարյանի հարցին։ Շնորհակալություն։ Ըստ էության նույնիսկ եթե կարգը նաև արկա է առանց լիազորող նորմի, բնականաբար մենք այդ մասին տեղյակ չենք լինի, որովհետև այդ կարգը հենց նախագծով էլ նախատեսվում է, որ կոմիտեի նախագահի կողմից պետք է սահմանվի, այսինքն այդ հարցին ցավոք չեմ կարող պատասխանել, որովհետև մեր տիրույթից դուրս է, մենք նախագիծը բերել ենք այն տրամաբանությամբ, որ այդ լիազորող նորմը արկա չէ եւ ըստ էության բաց է մնացել այդ կարգը սահմանելու լիազորության հարցը։ Մինչ այս պահը ինչպես է կիրառվել են, չեն կիրառվել, ինչ նորմով են կիրառվել, այդ հարցին ցավոք չեմ կարող պատասխանել, որովհետև ասում եմ մեր նախագծի տիրույթից դուրս է, բայց որ հաջորդիվ քննարկումների համար ֆիքսեցի, փորձենք հակակոռուպցիոն կոմիտեից նաև այդ լրացուցիչ տեղեկությունները ստանալ։ Այլ հարցեր հիմնական զեկուցողին չկան, խոսքը փոխանցեմ հարակից զեկուցող Տիկին Ղազարյանին հարակից զեկուցում ներկայացնելու։ Շնորհակալ եմ շատ, հարգելի գործընկերներ, նախագծի երկու տեսակի փոփոխությունները նախագծում ներառված իմ բնորոշմամբ պայմանավորված են նախագիծ հակակոռուպցիոն կոմիտեն անալոգով նմանեցնել քննչական կոմիտեի, քանի որ գործունեությամբ էլ դրանք նույնն են, տանել դեպի քննչական կոմիտեի գործառույթների նմանեցման եւ այս առումով այո համամիտ եմ պարոն Վարդանյանի հետ, որ մենք պետք է հասկանանք 4 տարվա ընթացքում ինչպես է դա գործել եւ ինչ ընթացք է ունեցել, նաեւ կրծքանշանների ու մեդալների դեպքում արդյոք տրվել են, թե չեն տրվել մինչեւ այդ օժանդակող բանին եւ դրանց անհրաժեշտությունը ինչքանով է կարեւոր այս պարագայում այս փոփոխությունը իրականացնելու։ Ես կարծում եմ ոչ օգուտ է, ոչ վնաս ընդհանուր առմամբ, բայց պետք է հասկանանք այդ անհրաժեշտությունն էլ ինչքանով է անհրաժեշտ զուտ ուղղակի քննչականի հետ անալոգ ունենալու համար, թե ինչ որ այլ առավելություն, եթե նաեւ այլ բաներ ունեն, էլի պարգևատրման միջոցներ։ Այս փուլում կողմ քվեարկենք նախագծին, հաջորդիվ հստակ ինֆորմացիա կունենանք։ Հարցեր հարակից զեկուցողին, հարցեր չկան, մտքերի փոխանակություն, ելույթների անհրաժեշտություն չեք տեսնում, Տիկին Ղազարյան, եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չեք տեսնում, Մարգո ջան, խնդրեմ։ Ես ընդհանրապես հակիրճ անդրադառնամ այդ մեդալով կրծքանշանների մասով, ասեք ըստ էության ոչ միանշանակ չի տրամադրվել օժանդակող անձանց, օժանդակող անձ ասելով նկատի ունենք, որ ծառայող չեն հանդիսանում քննչական հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չեն հանդիսանում։ Անհրաժեշտությունը ինչով է պայմանավորված, դժվարանամ ասել, ըստ էության դա կոմիտեի գործունեությանը օժանդակող անձանց գնահատելու շնորհակալ լինելու, ուրեմն այլ տարբերակներ, այլ ներկայումս էլ կան շնորհակալագիր, հուշանվեր, դրամական պարգևատրման, բայց այդ մեդալների ինստիտուտը, քանի որ պատմականորեն կա եւ շարունակում է եւ երևի թե այդպես էլ կշարունակվի, առավել եւս հաշվի առնելով, որ մյուս քննչական մարմնում նաեւ եթե նաեւ այլ իրավապահ մարմիններում կա այս հնարավորությունը, հակակոռուպցիոն կոմիտեի կողմից այդ պահանջը, խնդրանքը եկել է, որպեսզի իրենք էլ այդ հնարավորությունը ունենան, օրինակ, եթե քննչական կոմիտեի գործընկերները, օրինակ, եթե հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները քննչական կոմիտեի վարույթում գտնվող ինչ-որ գործով աջակցություն են ցուցաբերում եւ քննչական կոմիտեի նախագահան որոշում է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին որպես օժանդակող անձ մեդալ, օրինակ համագործակցության մեդալ տա, հակառակ դեպքում էլ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահան կարողանա քննչական կոմիտեի քննիչին էլի համագործակցության համար մեդալ տա։ Զուտ այս սիմետրիան պահպանելու համար։ Ես որպես հանձնաժողովի նախագահ չեմ հանդես գալիս, որպես Վլադիմիր Վարդանյան, ոչ թե որպես պատգամավոր, որպես Վլադիմիր Վարդանյան, ես իմ չենք դարձել այդ մեդալները սովետից մնացած բանն է, մեզ դա ամեն դեպքում նախագիծը ասեմ
Արգելի գործընկերներ, նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով, քանի որ մենք սիմետրիկ մոտեցում պետք է դրսևորենք միևնույն գործառույթ իրականացնող բոլոր սուբյեկտների նկատմամբ, եթե միտեղ կա, պետք է լինի մյուստեղ, եթե չկա, ապա չպետք է լինի։ Սրա հիմքում իրականում նաև որոշակի առումով Սահմանադրական դատարանի դիրքորոշումն է դրված դեռևս այդ չեմ սխալվում մոտ 10 տարի առաջ կննված գործի շրջանակներում, որտեղ քննիչի գործառույթին անդրադառնալիս ասվել է հետևյալը, որ քննիչի գործառույթը նույն գործառույթը անկախ նրանից թե որ պետական մարմնը քննիչի գործառույթը իրականացնում։ Հիմա այդ սիմետրիկ մոտեցումը պետք է ապահովենք, չէ՞, եսի ինչի։ Եթե բանը կավելացնել պարոն Քոչարյան